Հոկտեմբերի 27-ին մեր հայրենակիցները հերթական անգամ սկայպի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին, ով այս անգամ արդեն քաղաքացիներին պատասխանում էր անձնագրային և վիզաների վարչության պետի պաշտոնում։ Զանգահարել է Ռուսաստանի Դաշնությունում գտնվող օտարերկրյա պետության քաղաքացին և տեղեկացրել, որ նախկինում իրեն այլ պետության կողմից տրված անձնագիրը անվավեր են ճանաչել սխալ տրված լինելու հիմքով։ Հայաստանի քաղաքացու անձնագիր երբևէ չի ունեցել, սակայն հանդիսացել է նախկին ՀԽՍՀ քաղաքացի, ներկայումս որևէ երկրի քաղաքացիություն չունի, ցանկանում է վերադառնալ Հայաստան, սակայն տեղյակ չէ, թե ինչ կարգով է այն հնարավոր իրականացնել։ Քաղաքացուն պարզաբանվել է, որ կարող է դիմել Հայաստանի Հանրապետության հյուպատոսական ծառայություն վերադարձի վկայական ստանալու համար, իսկ հետո Հայաստանում անձնագրային ծառայություն դիմելու դեպքում կկազմակերպվի նրա անձնագրավորման գործընթացը որպես նախկին ՀԽՍՀ քաղաքացի Հայաստանի քաղաքացի ճանաչվելու հիմքով։ Ռուսաստանի Դաշնությունից զանգահարած քաղաքացուին հայտնել է, որ ցանկանում է Հայաստանի քաղաքացիություն ստանալ, որից հետո, եթե հնարավոր է, ծառայության անցնել Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում։ Նրան պարզաբանվել է, որ Հայաստանի օրենսդրությամբ երկքաղաքացին կարող է ոստիկանությունում զբաղեցնել ցանկացած պաշտոն բացառությամբ բարձրագույն խմբի։ Ինչ վերաբերում է ոստիկանությունում ծառայության անցնելու կարգին, պարզաբանվել է, որ անհրաժեշտ տեղեկատվությանը կարող է ծանոթանալ ոստիկանության պաշտոնական police.am կայքի, ինչպես դառնալ ոստիկան բաժնում։ Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա նոյեմբերի 3-ին Երևանի ժամանակով ժամը 11-13-ը։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության սկայպի հասցեն Armenian Police։ Հարցեր կարելի է ուղարկել նաև presspolice.am, դիմում police.am էլեկտրոնային հասցեներին։ Հոկտեմբերի 27-ից Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը ըստ տարածքների և հանրաքվեի տեղամասերի հրապարակել է սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների նախնական ցուցակները ներբեռնելու հնարավորությամբ։ Ցուցակները և անհրաժեշտ տեղեկատվությունը զետեղված են ոստիկանության police.am պաշտոնական կայքի վերին աջ հատվածում, իսկ հանրաքվեին առնչվող իրազեկումները և պարզաբանումները նորություններ բաժնի հանրաքվե ենթաբաժնում։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի հոկտեմբերի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 10, բացահայտվել է գողության 2, խարդախության 15, յուրացման, շորթման և դրամանենգության 1 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 13-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Մարզերում հոկտեմբերի 19-ից 25-ը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի ծառայողների կողմից իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 57 տրանսպորտային միջոց, որից 3-ը գտնվում էր հետախուզման մեջ, 45-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, 2-ի համարանիշերը եղել են փոխարինված, իսկ 7 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել ժամկետանց ապա պայմանագրով երթևեկելու և այլ խախտումների համար։ Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները հոկտեմբերի 17-ին իրացնելով օպերատիվ տվյալները շտապեցին Արմավիրի մարզի Արմավիր գյուղ, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով մեքենայով հանդերձ բաժին բերման ենթարկեցին արգավանդցի 1985 թվականին ծնված Նիկոլայ Ֆահրադյանին։ Նրա վարած VAZ-2102 մակնիշի մեքենայի սրահի զննությամբ վարորդի նստատեղի տակից հայտնաբերվեց երկաթե տուփ, որտեղ թաքցված էր սուր հոտով կանաչավուն մանրացված զանգված։ Ֆահրադյանի խոստովանությամբ հայտնաբերված կանեպից ստացված թմրանյութ էր։ Ցանել էի գոլերում, քաղել եմ, մի մասը օգտագործել եմ, մի մասն էլ բռնել են, օպերնել։ Հայտնաբերվածն արգրավվել, կնիկվել և ուղարկվել է փորձաքննության։ Նիկոլայ Ֆահրադյանը ստորագրությամբ բաց է թողնվել։ Քննությունը շարունակվում է։ Հասարակություն ոստիկանություն կապի ամրապնդման, ոստիկանական ստորաբաժանումների աշխատանքի թափանցիկությունն ապահովելու, քաղաքացիներին անհրաժեշտ տեղեկություն տրամադրելու նպատակով ոստիկանությունում ամեն ուրբաթ գործում է ուղիղ կապ, որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին պատասխանում են ոստիկանության ստորաբաժանումների պատասխանատուները։ Հոկտեմբերի 30-ին հերթական ուղիղ կապի հյուրն է լինելու ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, ում կարող եք հարցեր ուղղել Երևան քաղաքում հանցավորության դեմ տարվող պայքարի և հասարակական կարգի պահպանության վերաբերյալ։ Կարող եք զանգահարել ժամը 14-ից 15-ը 59 60 54 հեռախոսահամարով։